ուզում եմ հարցնել, ինչ որ մեկը տեսել է, ինչ ենք արել, թե չէ։ Շատ քչերը, մնացածը չեք տեսել։ Բա արի տես։ Այս ծառայությունը կոչել ենք արի ու տես։ Այս ծառայությունը հենց այդպես էլ անվանել ենք, դրա մասին մենք կխոսենք հաջորդ ամիսների եւ տարվա սկզբից սկսած, բայց ուզում եմ ասել, որ մի մեծ ահռելի զորավոր աշխատանք արեցինք։ Մենք բոլորս միասին, եկեղեցին միասին, տնային խմբակները միասին, շատ մեծ էր, ծրագիրը մոտ 3 ժամից ավել 4 ժամ տևեց եւ բացի այդ ամբողջ ծրագրին մենք նախապատրաստվել ենք եւ ամբողջ տարին համարյա ամեն այդ 2025 թվականը Տերը մեր սրտի մեջ դրեց, որ մենք հասնենք այն ընտանիքներին ու Բարաշենում գտնվող այն ծայրահեղ ծանր կացության մեջ գտնվող երեխաներին, ովքեր որ արդեն իսկ դեռ իրենց հասուն կյանքի մեջ չմտած, արդեն իսկ այն հարված աշխարհի այդ ոգու ազդեցությունը, մերժվածության այդ ազդեցությունը ուղղակի իրենց մաշկի, իրենց ընտանիքի վրա զգացել էին։ Եվ Աստվածաշունչ ասում է, որ աղքատին ողորմողը, որբևայրին ողորմողը Աստծուն փոխ է տալի, պարտքով բան անում Աստծո առաջ, Աստծուն պարտավորեցնում է, որ նա վարձահատույց լինի։ Եվ գիտեք, ամբողջ տարի մենք փորձել ենք, ինչքան մեր ուժերը պատել է, ինչքան մենք զորություն ենք ունեցել մեր ձեռքերի մեջ, թե հագուստով, թե կերակուրներով եւ թե շատ ու շատ բաներով այնտեղ գտնվող այդ դժվար կացության մեջ գտնվող ընտանիքներին ինչ որ բաներով օգնել ենք եւ դրա հետևում կանգնած է եղել մի մեծ թիմ։ Մի մեծ թիմ։ Եվս այսօր այդ մեծ թիմի մի փոքր հատվածին ուզում եմ ասել, որպեսզի ես կխնդրեմ, որպեսզի ոտքի կանգնեն այստեղ բեմի առաջ կուզենամ խնդրեմ ուղղակի ծառայողներ, ովքեր որ կանգնած են եղել այդ ամբողջ աշխատանքի ետևում, որ պատրաստել են, որ գնացել են, առևտուր են արել, բերել են, հավաք դրել են, խնդրում եմ մի հատ ոտքի կանգնեք։ Իրանք շատ համեստ են, բայց ես ստիպելու եմ, որ իրենք ոտքի կանգնեն։ Ես խնդրում եմ, որ այդ մարդիկ ոտքի կանգնեն։ Ես խնդրում եմ, որ այդ մարդիկ ոտքի կանգնեն, գան առաջ այստեղ, բեմի առաջ կանգնեն, խնդրում եմ, Հարուրապետը ուր է, մեր Կարինե, խնդրում եմ, Անժելա, Քրիստիկ, Մարիշ, մի հատ խնդրում եմ, ովքեր որ ծառայել են այդ օրը եւ դրա նախորդ օրը եւ այդ շաբաթվա մեջ, խնդրում եմ այդ մարդիկ ոտքի կանգնեն, միգուցե մեքենաներով եք ծառայել, միգուցե ես գիտեմ, որ այստեղ Եթե խնդրեմ բոլորդ պետք է ոտքի կանգնեք, որովհետև ձեր ֆինանսները գնացել են այդ ուղղությամբ, որպեսզի ես ուղղակի այս փոքրիկ հատվածը դրել ենք, որպեսզի մենք տեսնենք մեր կատարված աշխատանքը, բայց խնդրում եմ, որ այդ ծառայողները ես վստահ եմ, որ նրանք ավելի շատ են, այսքան չեն։ Չեմ տեսնում նրանց, բայց խնդրում եմ, որ ոտքի կանգնեք, եթե դահլիճում եք, կարող եք մոտենալ, ես չեմ տեսնում ձեզ։ Հալելույա։ Եվ ես ուզում եմ ասել, սա երազանքի թիմա, եկեղեցի, ես ուղղակի ուզում եմ այս փոքր պահ, այս մի աղոտ բարձրացնենք, օրհնենք այս Աստծո զորավոր բանակին, գիտեք նրանք այնքան այսպես կրեատիվ, այնքան խենթ կներեք այդ բառը, որ ասում եմ ձեզ կանգնածներիդ, որովհետև մենք պետք է ճանաչենք մեր մեջի մշակներին, մեր մեջի վազողներին, մեր մեջի այդ ովքեր որ իրենց ժամանակի, իրենց ես չգիտեմ, առողջության, իրենց հիվանդ եղած, չեղած ժամանակում նրանք վազել են ու գնացել ու արել են այն ամենը։ Ես խնդրում եմ ոտքի կանգնեն։ Այստեղ քույրիկ եմ տեսնում, ով ես խնդրում եմ դուք նույնպես եկեք։ Ես ձեզ տեսել եմ այնտեղ հրաշալի, ուղղակի ես փնտրում էի նրան, ասում էի, որտեղ է այդ քույրիկը։ Փառք Աստծուն։ Ամբողջ այդ հավաքույթի ընթացքում վազում էր սինին ծանր լցրած մրգերը ձեռը գլխին դրած պարացնելով, այդ երեխեքին հյուրասիրելով ու ամեն ինչ անելով։ Սիրելի եկեղեցի, ես ներողություն եմ խնդրում բոլոր ներկաներին եւ ովքեր որ այսօր բացակայ են, որ նրանց չեմ ուղակի կանչում առաջ, բայց ուզում եմ որ մենք մեր աղոթքը բարձրացնենք այս զորավոր թիմի համար։ Խնդրում եմ որպեսզի աղոթենք, որ Տիրոջ յուղը նրանց կյանքի վրա կրկնապատկվի, որովհետեւ այն ինչ որ մենք արեցինք, ես չեմ տեսնում այստեղ էլի մարդիկ կային։ Ես ուզում եմ տեսնել նրանց, չեմ տեսնում։ Նորոն Նորո ջան, վարակույրներից դուրս արի։
Ագա, նորո, եստեր, այստեղ հետևում աշխատում, ծառայում են նրանք։ Էլով կա, խնդրում եմ այդքան համեստություն մի արեք, մենք ձեզ ենք սպասում։ Լավ, ինչև է։ Համլետը ուրա, չեմ էլ տեսնում, Համլետ վազիստեղ։ Հալելույա, եկեք ուղակի աղոթենք։ Եվ այն գործը, որ մենք սկսել ենք, դա դեռ այն ամենափոքր բանն է, որ մենք արել ենք այս ընթացքի մեջ, որովհետև ավելի լավ է եւ ավելի կարեւոր է ոչ թե հաղթելը միայն, այլ այդ հաղթանակը պահելը։ Մենք պետք է աղոթենք, որովհետև գալիք տարվա մեջ մենք ավելի մեծ ծրագրեր, ավելի մեծ պրոյեկտներ ու ավելի մեծ Աստծո շնորհքի աջակցության զորության կարիքն ունենք։ Այնպես որ եկեք աղոթենք նրանց համար, թող Տիրոջ կրակը գա նրանց կյանքերի վրա, նրանց զոհերի վրա ու Աստված փառավորվի։ Համաձայնեք եկեղեցի։ Նրանք քո ձեռքերը, քո ոտքերը, քո շուրթերն են հանդիսացել այդ ժողովրդի համար։ Գայանե դուրս արի առաջ, ես քեզ տեսնում եմ, դու աղոթքներ ես արել, ծոմեր ես պահել այդ ամեն ինչ համար և մեծ զոհեր եք արել ամեն մեկը, եկեք աղոթենք, սիրելի Հայր, խնդրում ենք քո ձեռքը, որ կարճ չի և քո բազուկը, որ շատ զորավոր է, մենք աղոթում ու խնդրում ենք այս զորավոր բանակի վրա, մենք աղոթում ու խնդրում ենք Հայր, որ քո հոգին կրկնակի ձևով Տեր, գա նրանց սրտերի, նրանց Տեր ջան հոգիների մեջ, ջերմացնելու, յուղովոծելու, կրկնակի քո օծությունը թարմացնելու և նորոգելու համար, որովհետև Տեր մենք հավատում ենք, որ այն գործը, որ դու սկսել ես, դու կարող ես ավարտին հասցնել, մենք հավատում ենք Հայր, որ այն գործը, որ դու անում ես այս օրերի մեջ, Տեր, ազգերն ու թագավորությունները կգա ժամանակ, որ կնայեն ու զարմանալով կհիանան, բայց Տեր ջան, եթե պատմենք, չեն հավատա նրանք, և դու դա անում ես մեր օրերի մեջ, դու պատմություն ես կերտում այսօր այս մարդկանց հետ, և մենք աղոթում ենք, որ այս բանակը մեծանա, էլ ավելի կրկնապատկվի, տասնապատկվի, որպեսզի կարողանանք ավելի շատ պտուղ բերենք քո արքայության մեջ և քո անունը փառավոր անենք, Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, հալելույա, ամեն, 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 թող Աստված օրհնի ամեն մեկից, սիրելի խենթ թիմ, թող Աստված զորացնի ձեզ, ամեն, ամեն, կարող եք անցնել ձեր տեղերը, բայց հիմա խնդրելու եմ, որպեսզի այնպես ինչպես, որ դուք գոհանում և շնորհակալություն եք հայտնում այս մարդկանց, կրկնակի, տասնակի ավելի ավել, հիմա մենք մեծարելու ենք մեր Փրկչի, մեր զորավոր Աստծու, նա որ իր կյանքը չխնայեց, նա որ խաչը բարձրացավ, որպեսզի ես ու դու այսօր ապրենք ազատ, բժշկված, օրհնված, նրա անունը մեծարելու համար, ես խնդրելու եմ, որպեսզի ոտքի կանգնենք և ևս մեկ անգամ մեր Աստծո անունը մեծարենք, որովհետև նա այստեղ է, Հիսուսը Տերն է։
Մենք երկրպագում ենք քեզ, Տեր։ Տեր, մենք երկրպագում ենք քեզ նրան, որ իսկազբանե արժանի էր, նրան, որ տրվել է, տրվում է ու պիտի տրվի ողջ փառքը, նրան ում անունն է Հիսուս Քրիստոս, երկրպագություն քեզ, խոնարհում քեզ, մեր սրտի ողջ գովասանքը, մեր սրտի ողջ ուրախությունը, ողջ փառքը, ողջ պատիվը, ողջ մեծարանքը, բացառապես քեզ Տեր Հիսուս, քեզ Տեր Հիսուս, ալելույա, 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 բոլոր, մեր սրտի փառքերը նրան, ալելույա, ու նրա անունն է Հիսուս Քրիստոս, նա քո փրկիչն է, նա քո Աստվածն է, նա էր, որ սկզբից էր, ու նա է, որ երկինք գնալուց քեզ պիտի դիմավորի, ժպտերես, փառքերը նրան, ալելույա, հալելույա, փառք ամենակարող Աստծուն, սելի եկեղեցի, ողջունում քեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ժպտակ կողքինից խնդրեմ համեցեք նստեք, փառաբանության խմբին խորին շնորհակալություն, ալելույա, ալելույա, փառք Աստծո, շնորհակալություն ով Արմենին, շնորհակալություն թմին ողջ ծառայողական եւ շնորհակալություն քեզ, որ այսօր այստեղ ես, շնորհակալություն, որտեղ հավատամ, որ խոսքը, որ խոսելու եմ, մատը կարաս դնես քո վրա, ասա ինձ համար, մի անգամ էլ ասա, իմն ասա, ու ես դա կանեմ, ալելույա, ձեր հովիվը առաջ անցավ, ասեց ես դա անում եմ արդեն, ալելույա, փառք Աստծո, համաձայն շատ մեծ աստվածաբանների կամ ամենաշարքային քրիստոնյաների հոտը նմանվում է հովին, փառք ամենակարող Աստծուն, ամեն, հալելույա, ինչևէ մեծ պատիվ այստեղ կանգնել ու ծառայել, ինչպես արդեն Հով Արմենն ասեց, ես Յարոսլավից եմ, ովքեր չգիտեն, վերջերս եղբայրներով հավաքվել զրուցում ենք, ասում դե Երևան, որպես երևանցի եմ խոսում, 70 տարեկան եղբայր ունենք, այնտեղ շատ վաղուց էլի հավատքի մեջ, ասում Արտուր ջան, ասում երևանցի չես, արդեն Յարոսլավցի ես, դե որ մարդիկ ճիշտ են ասում, ինչ պետք է անես, պետք է ժպտաս գոնե, ես էլ ժպտացի ուղղակի ու վերջ, փառք ամենակարող Աստծուն, ես այս անգամ մենակ չեմ, այս անգամ Մարիան ասաց ինձ հետ, իմ աղջիկն է իմ հետ միասին եկել այստեղ, այնպես որ հույս ունեմ մի անգամ դուք պատիվ կունենաք, իրան կլսեք, իր ծառայությանը մասնակից կլինեք ու թույլ տվեք ասեմ, ես չեմ հավատում, որ զավակները պետքա հասնեն հայրերին, ես չեմ հավատում, ես հավատում, որ զավակները գերազանցում են իրենց ծնողներին, ալելույա, ես հավատում եմ, գիտեք, ես ես եկեղեցում ծնվել եմ, հենց հոգևոր առումով ու առաջին օրվանից այդ քարոզները լսել եմ, ու գիտես տարբերությունը որն է իմ ու այն մարդկանց, ովքեր որ չեն եկել ես եկեղեցի հնարավոր է, որովհետև ես ինչ-որ լսել եմ այդ քարոզների ընթացքում, փորձել եմ կիրառեմ իմ կյանքում, փորձել եմ մաքսիմալ կերպով ուշադրի լսել, փորձել եմ նշումներ անել ինձ մոտ, հետո գնացել եմ տուն, հետո կարդացել եմ, հետո փագել դրել եմ մի կողմ, աղոթել եմ,
Ու երբ որ աղոթե պրծել եմ, նորից եմ սկսել կարդալ։ Ու հետո ստացվել է, որ այդ քարոզները մի հատ ուրիշ քարոզ են դարձել։ Այդ քարոզները արդեն իմն են դարձել։ Ու դա փորձել եմ իմ կյանքում կիրառեմ։ Հավատում եմ, որ դուք օրհնված եք եղել, մի քանի ժամանակ առաջ իմ որդիս թե ֆինանսական նվիրատվություն է խոսացել։ Կա մարդ, որ ներկա է եղել, դուք լսել եք նվիրատվության խոսքից մի պատառ։ Հավատ Աստծո ձեզ խոսքը ավելի բարձր է լինում, շատ անգամ, երբ որ մի փոքր ավելի շատ ժամանակ են տալիս։ Այնպես որ ես հավատում եմ, որ դուք նույնպես այդ արդից կօգտվեք։ Երեխեքը թող միշտ լինեն։ Այո։ Ինչպես ասում էր հայ մեծերից մեկը, երեխաները պիտի մեծանան։ Փառք ամենակարող Աստծուն, ամեն։ Ու ես իրականում չեմ բարձրացրել, թե իմ ընտանիքի գովք անեմ, ուղղակի ուզում խոսեմ այսօր եկեղեցու մասին։ Իսկ ինչ եկեղեցի, եթե ոչ ընտանիք, որովհետև ես հավատում եմ, որ եկեղեցին դա ընտանիքների միություն է։ Ես հավատում եմ, որ եկեղեցին բաղկացած է ընտանիքներից։ Ու ես հավատում եմ, որ Հեսուի ասած այն խոսքերը մինչև այսօր արդիական են, որ ասում է ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում։ Կա մարդ, որ հավատում է այդ խոսքին, իսկ կա մարդ, որ աղոթում է այդ խոսքով, իսկ կա մարդ, որ ամեն բան անում է, որ այդ խոսքը կատարվի։ Հալելույա, դու ասիր, գիտես Աստված ձեռքդ տեսնում է։ Աստված ձեռքը տեսնում է, ու ես հավատում եմ, որ դա հրաշալի է, գեղեցիկ է ու շատ լավ է։ Ամեն, փառք ամենակարող Աստծուն։ Ինչևէ, երևի թե այսքանով ավարտեմ մեր մասին գովքը, եթե դրա անունը գովք դնենք, եւ ոչ թե ընդամենը ներկայացում, հա։ Հիմա քո թույլտվությամբ ես կխոսեմ Աստծո խոսքից։ Խոնարհենք մեր գլուխները, սիրելի Տեր։ Գալիս ենք քո առաջ։ Նորից ու նորից նույն աղոթն ենք անում։ Էլի մենք ենք, ու էլի քո մոտ ենք եկել, որտեղ ուրիշ մեկին չենք ճանաչում, չենք էլ ուզում ճանաչենք։ Դու ես որ կաս, դու ես որ եղել ես, ու դու ես որ միշտ կլինես։ Մենք գալիս ենք այնց ոնց որ կանք։ Մենք չենք ուզում ժամանակի կորուստ։ Մենք ուզում ենք, որ դու լցվես մեր կյանքի ողջ բնագավառների մեջ։ Մենք ուզում ենք, որ դու այնքան առատապես լինես մեր կյանքում, որ երբ որ մենք շարժվենք, երբ որ մենք նայենք, երբ որ մենք խոսենք, երբ որ մենք նստենք ու կանգնենք, այդ ամեն ինչի մեջ մենք չերևանք, բայց դու երևաս։ Ու մենք ուզում ենք, որ դրա մեջ դու փառավորվես։ Մենք ուզում ենք դա, Տեր, մենք մինչև այսօր նախանձավոր ենք դրան։ Մենք մինչև այսօր ձգտում ենք դրանք, մենք մինչև այսօր աղոթում ենք դա, ու իմ աչքերը ու քո աչքերը կտեսնեն Տիրոջը փառքերի մեջ։ Ալելույա, ամեն։ Հալելույա։ Մի հատ ուզում հարց տամ, ով գիտի Հովհաննես 3:16-ը անգիր։ Ովքեր որ չգիտեն, կարելի է ասեք քույրս տեղից։ Որն է Հովհաննես 3:16-ը։ Շնորհակալություն, Աստծուն փառք, շնորհակալություն։ Թույլ տվեք ասեմ, Հովհաննես 3:16, 90 թվին ես դա չգիտեի։ Ու մտածում Հայաստանում գտնվող մարդկանց մեծամասնությունը կամ գոնե իմ իմացած մարդկանց որոշ մեծ տոկոսով մարդիկ չգիտեին դա։ Բայց մի ուրիշ բան գիտեինք։ Լինել մարդ։ Մեր ծնողներից, մեր դպրոցներից, մեր ամեն տեղից, որտեղ որ մենք շփվում ենք, ինչ որ կերպ մեզ բաներ էին սովորացրել։ Ու դա մարդ լինելու արվեստն էր, եթե կարելի է այդպես ասեմ։ Ես ասելով սա նկատի չունեմ, որևէ մեկը մարդ չի։ Չեմ ուզենա որևէ մեկին ստորադասած ելնեմ։ Ընդհանրապես կուզենամ ասեմ, կա մարդ, որ ուրիշ ձևի է, ինքը շատ ավելի պահեր ունի, որ ուրիշ է։ Ու կան մարդիկ, որ ուղղակի կան փառք Աստծո իրանց համար։ Շնորհակալություն նաև իրանց համար։ Բայց ես հավատում, որ Քրիստոսի մեջ մարդիկ ու ի սկզբանե Աստծո արարչության բոլոր մարդիկ իրանք անհատներ էին։ Ու ամեն մեկը իր նշանակությունն ուներ։
Ու ես հավատում եմ, որ ես ու դու պետքա այդ նշանակության հետևից գնացողները լինենք, որովհետև կա գիրք, որը որ չի ավարտվել ամեն բառով։ Բոլոր գրքերը, եթե դու կարդացել ես Սուրբ Գիրքը, ավարտվում են ամեն, այլ կերպ ասած թող լինի այդպես, այլ կերպ ասած մենք ասում ենք այո եւ ամեն, բայց մի գիրք կա, որը ամեն չի գրված։ Գիտես ինչի համար։ Անայդ գիտես ինչի համար, որովհետև այնտեղ դեռ գրվում է Ղալումյան Անահիտի գիրքը։ Գործ Առաքելոց գիրքն է դա։ Ինքը դեռ գրվում է քո պատմությունը այնտեղ։ Դեռ գրվում է Արտուրի պատմությունը, գրվում է Մարիաննայի, Հովիվ Արմենի պատմությունը, ու ամեն մեկի պատմությունը դեռ գրվում է, գրանցվում է այդտեղ։ Ու թույլ տուր ասեմ, Աստված չի սխալվել քեզ ընտրելուց։ Հովհաննես 3:16-ը մենք շատերս հիմա անգիր գիտենք, որովհետև 90-ական թվականից հետո մեր ձեռք Աստվածաշունչ ընկավ։ Միջև այդ ես չէի տեսել դա։ Միջև այդ ես մայրական կաթով, ծնողների դաստիարակությամբ, փողոցների տարբեր վիճակներից, ինչ-որ բաներ ինձ համար սովորել էի, վերլուծումներ արել էի, ու դա փորձում եք իրարել։ Բայց թույլ տուր ասեմ, երբ որ եկանք եկեղեցի, մենք ընդ կարդացինք Հովհաննես 3:16 ու հասկացանք ով է Աստված, ու հասկացանք ինչ է արել Աստված, ու հասկացանք, որ մենք ողջ մեր կյանքով պարտքենք մենակ իրան։ Հասկացա, որ սենց ոտով, ձեռով, ամեն ինչով, այսպես ամեն մի բջիջ մեզանում որ կա, փառքերը նրան դրա համար։ Մենք դա հասկացանք ու դրանից հետո փորձում ենք սա կիրառենք, բայց թույլ տուր ասեմ Հովհաննես 3:16-ը երբ որ մենք իմացանք, մեր աչքերը բացվեցին ու մենք տեսանք ցավոք սրտի ամեն մեկը Հովհաննես 3:16-ը չգիտի, ինչպես եւ մենք։ Բայց հետաքրքիրն է, որ մենք Հովհաննես 3:16-ը կիրառում ենք։ Իսկ երբ որ եկավ ժամանակ, հանկարծ ես իմ կյանքում հայտնաբերեցի, որ ես սկսել եմ Հովհաննես 3:16-ը ցիտել տարբեր առոգանություններով, բայց հետո հասկացա, որ ես Հովհաննես 3:16-ից այնքան եմ հեռացել, լինելով եկեղեցում։ Հովհաննես 3:16-ը իմ համար ծիրուն թևավոր խոսքեր էր, անգիր անելու խոսքեր, ինչպես մեր քույրն ասեց, հույս ունեմ, ես տեսա ինքը առաջի տեղում կանգնած էր, այստեղ շարքի մեջ, հետևաբար ինքը միայն անգիր անողներից չի, ինքը գործանողներից է, ինքը 3:16-ից է։ Հա? Ու գիտեք հետաքրքիր է որն է, ես տեսա, որ մեր շրջապատում, իմ շրջապատում ու ես տեսա ինքս ինձ, որ ես Հովհաննես 3:16-ը անգիր գիտեմ, բայց բավականին հեռացել էի Հովհաննես 3:16-ից։ Վերջերս մի հատ խոսք էի կարդում, ու հետո տեսա այդ մարդու մեկնությունը, ինքը ոնց է տալիս, որն է Հովհաննես 3:16-ը, ու ամեն բան անում եմ, արդեն ամիս ու կես է մեր եկեղեցում այդ մասին շատ եմ խոսում, ու մեր եկեղեցում սովորացնում եմ բոլորին ունենալ տետրեր, հուշատետրեր։ Հուշատետրը գիտեք որն է դա, ու հիշում եք թագավորը բացեց ու կարդաց, ու երբ որ կարդաց, ում տեսավ իրան։ Ինչի Ղալումյան Անահիտ ասացի, որ երբ որ Ղալումյան Անահիտը բացի այդ տետրը, ինչ չտենա այնտեղ, իրան տեսնի ու իր Աստծուն տեսնի։ Ահա, այնքան ուժեղ է, երբ որ դու բացում ես քո կյանքի գործ Առաքելոցը, ու դու տենում ես Աստված որ իրավիճակի մեջ, դու այստեղ ես, ու դու տեսնում ես Աստված ինչ բարդության, ինչ տուպիկի մեջ, ինչ լույսա բերեքո վրա, ու դու հասկանում ես, թե դու մի բան ունես անելու, ամեն առաջինը որն է, երեսի վայր քիթուբերի վրա ընկնելը, որովհետև պիտի բոլոր փառքերը բարձրանան, որովհետև դարձյալ, ու էլի դարձյալ ապացուցվեց, որ նա է քո Տերը, նա է քո Փրկիչը, նա է ում ոտքերը համբուրում ես, նա է ում ոտքերը քո արցուկներով լվանում ես, ու քո մազերով երկրպագում ենք այստեղ, երկրպագում ենք քեզ Տեր, մենք էդ ենք նոր այստեղ աղոտ որպես մատուցում, ամեն, ու ես հավատացած եմ, որ հանկարծ Հովհաննես 3:16-ը դառնում է քեզ համար մի քիչ ուրիշ մակարդակի վրա, ուրիշների կյանքում էլ իրանք ամեն մեկը ունի իրանը, բայց քոնը մի քիչ ուրիշ ձևի է դառնում,
Ու երբ որ ես պատմության մասին լսեցի, ուզում եմ անպայման խոսեմ։ Ասում եմ, նա շատ նեղ ապրող մանուկ որբ երեխա գալիս է, ու ասում է, գործը չի գնում առաջ, ոչ մի ձև։ Ծնողներ չունի, արդեն ասի որբ։ Անձրև, այն ինչ որ ինքը վաճառում է, չի վաճառում, ինքն էլ այնքան թրջված է, ասում է, թրջված մուկ։ Այդտենց մուկ, այդտենց թրջված է, ներքնազգեստով, ամենով ջուր է։ Եղանակն էլ ցուրտ է։ Մոտենում եմ մի պարոնի, ասում եմ, պարոն, կարող եք ինձ հուշել, որտեղ կարող եմ չորացնեմ շորերս։ Եղանակն էլ ցուրտ է։ Ասում եմ, իսկ որտեղ ես բնակվում։ Հայացքով ցույց է տալիս, հասկանում եմ, որ դրսի ապրող երեխայի մասին է խոսքը։ Այս մարդը ասում է, կգնաս ես ինչ հասցեով հիմա, դուրը կթակես, ու երբ որ դուրը բացեն քեզ, լսիր թանկագինս, ուրիշ ոչինչ չասես, ողջունելուց հետո կասես Հովհաննես 3:16։ Երեխան ճար չունի, արդեն ասացի որբա, չունի, եթե ունենար կաներ։ Գնում այդ դուրը թակելու, չել իմանում ինչ այդ Հովհաննես 3, մինչև 90-ական թվականները մենք չգիտենք ինչ է Հովհաննես 3:16-ը։ Մեր համար այդ ինչ որ այլ մոլորակայինոտ, ինչ որտես մի բան էր, որտեղ մենք չգիտենք ինչ է դա։ Մենք ամեն մեկս մեր ներսում ունենք ինչ որ բան, որ չգիտենք դա ոնց կարելի է ավելի ձևակերպել։ Հիմա դուրը թակում է, ներսից բացում են։ Ասում եմ, բարև ձեզ։ Հովհաննես 3:16։ Ասում են համեցեք։ Անծանոթ մարդ դուրը թակում է, Հովհաննես 3:16։ Ներսից համեցեք։ Ներս է մտնում։ Առաջին բաներից մեկը որ կա, իրան առաջնորդում են դեպի այնտեղ որ կրակը վառում է։ Մոտենում է կրակին, սկսում է շորերը չորացնել ու մի քիչ տաքանալ, որտեղ մրսած էր։ Ինքն իրան մտածում է, երևի Հովհաննես 3:16 նշանակում է հնարավորություն ունենա շորերը չորացնել։ Հետո մի քիչ էլ է մտածում, ասում է երևի Հովհաննես 3:16 նշանակում է մրսած մարդուն հնարավորություն տալ տաքանալու։ Լսեք, առաջին շարք կանգնած մարդիկ դուք եկել եք նոր։ Ինչ որ բան եք արել դուք, դրա համար Հովը ասեց, ինքը ասեց, մենք դա անում ենք։ Ոչ թե մենք կանենք միայն, այլ մենք դա արդեն անում ենք։ Այնքան լավ է, որ Աստծո որդիք ունեն այդ հայտնությունը։ Այնքան լավ է, որ հավատքը ոչ թե միայն գրված է, այլ հավատքը կիրառական է։ Ինչքան լավ է, որ հավատքը միայն մեր սրտի մեջ չի, որ միայն մենք ենք փշակաղում կամ այդ ջերմությունը կամ այդ քամին մեր երեշքի վրա զգում, այլ որ դա գործածական է իմ ու քո կյանքում։ Մի փոքր անց մեկը մոտենում է իրան ասում է, իսկ դուք չեք կուզենա տաքվաննա ընդունել։ Լսես մարդը նոր մտել է իրանց տուն անծանոթ։ Չգիտի ոնց ասի։ Ու մի անգամից մտածում եմ, Հովհաննես 3:16, էդի նշանակում է երևի կեղտոտը, որ պիտի մաքրվի։ Ջրի ավազանն է, միգուցե։ Ինքը չգիտի այդ մասին, ինքը նմանատիպ, ինքը իրան ներսում, դու եղել այսօրվա սերիալների պես, չէ՞ որ մարդը sense կանգնում է, դե ձենայեցում է, մտածում է։ Այդտենց ինքը մտածում է իր մեջ։ Ինքը մտածում է ու դա բարձրաձայնվում է։ Ինչ ուժեղ է, չէ՞, երբ որ դու մտածում ես, թույլ տուր ասեմ, երբ որ դու մտածում ես, երկնքում բարձրաձայնվում է։ Երիկամների մեջի քարերը մենք զգում ենք այն ժամանակ, երբ որ շարժվում է, բայց ինքը երիկամներ ու սրտեր քննող է։ Իր անունն է Հիսուս Քրիստոս։ Իր անունն է Հիսուս Քրիստոս։ Հովհաննես 3:16 թանկագինս, ինչ ասում Հովհաննես 3:16 ինձ ու քեզ։ Հովհաննես 3:16 ինքը ասում է, կեղտոտը մաքրվում է։ Դրանից հետո ինքը երբ որ դուրս է գալիս, տեսնում է մաքուր շորեր։ Հետո մարդը մոտենում է իրան ասում է, իսկ դուք չեք ուզենա մի քիչ հանգստանալ։
Արդեն եղանակը ցուրտ է ու դուրսը մութ է, գուցե քնեք, այստեղ այսօր մենք ձեր համար լավ անկողին կպատրաստենք։ Այս երեխաների Հովհաննես 3:16 նշանակում է տուն չունեցողին տուն տալ, Անտոնին տնավորել, մարդուն, որ աղբանոցներում կամ որտեղ հաստի պիտի մնա, իսկ հրավիրել ու տան մեջ տաքուկ անկյուն տալ։ Իհարկե սիրով համաձայնվում է եւ հաջորդ առավոտյան, երբ որ ինքը արտանում է, իհարկե իրանք երակրում են նույնպես։ Նախաճաշին գալիս են, ասում են, ծանոթացեք, սա տանտերն է։ Եվ տանտերը գալիս է, մոտենում է այդ երիտասարդին, նայելով աչքերի մեջ, արդեն փոխված է այդ երիտասարդի հայացքը, ինքը վախվորած է ներս մտել, որտեվ ինքը չգիտի ինչ է Հովհաննես 3:16-ը։ Իսկ հիմա իր համար ինքը ունի տարբերակներ, թե ինչ է նշանակում կամ ինչ կարա նշանակի Հովհաննես 3:16։ Ու տանտերը մոտենում է նրան, ժպտում է, ողջունում են, ասում է, իսկ երիտասարդ գիտեք ինչ է նշանակում Հովհաննես 3:16։ Այս ժամանակ արդեն ինքը մի քիչ վախվորած, մի քիչ մտածելով, մի քիչ թուշիկները կարմրած, մի քիչ աշակերտները ոնց է որ չեն ուզում սխալվեն պատասխան տալուց, ուսուցչու առաջ կանգնած կամ ուսուցիչ, չէ՞, ասես փորձում է իր իմացած ինչ որ կերպով ներկայացնի ու ներկայացնում է հետևյալ կերպ։ Ասում եմ, ես հասկացա, որ Հովհաննես 3:16-ը պետք է լինի անօթևանին օթևան տալը, կեղտոտին մաքրելը, մրսածին տաքացնելը, քաղցածին կերակրելը, Անտոնին տուն տալը։ Գիտես, գնահատականներ 5 գումարածով։ Նշանակում է դու իմացար ինչ է նշանակում Հովհաննես 3:16։ Մեր եկեղեցում մենք հիմա փորձում ենք այդ իրականացնենք, ինչպես եւ դուք եք, այսպես դուք ավելի մեծ մասշտաբային աշխատանք եք անում Փառք Աստծո ձեր համար։ Մենք ամեն մեկս որոշել ենք մեզ համար, իսկ ես ինչ եմ անում, իմ Հովհաննես 3:16-ը որն է։ Խնդրեմ նայիր կողքինիդ։ Դու կարաս իր համար հնարավորություն լինես Հովհաննես 3:16-ը օգտագործելու։ Քո կողքինին նայիր, ուղղակի դու Հովհաննես 3:16-ը անգիր ես իրան ուզում տաս, թե դու ունես քո հնարավորությունը քո Տիրոջը փառավորելու։ Ուրեմն Հովհաննես 3:16 ես համոզված եմ, որ քրիստոնեությունը դա կիրառական է։ Ես համոզված եմ, որ քրիստոնեությունը դա անմիջական է, ամեն մեկիս մեջ է, դա ոչ թե միայն մեր լեզվի վրա պետք է լինի, այլ մեր ձեռքերի, մեր ոտքերի, մեր հագուստի, մեր ժպտալու, մեր ամենի մեջ պետք է դրսևորվի Հովհաննես 3:16։ Եկեք լցենք Հովհաննես 3:16-ով Հայաստանը։ Եկեք լցենք Հովհաննես 3:16-ով Երևանը։ Եկեք ամբողջ աշխարհը Հովհաննես 3:16-ով, ոչ թե ինձ ինչ են պարտք, այլ ես ինչ կարամ անեմ։ Ինքը սիրեց, ինքը իր անձը տվեց, որպեսզի հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հալելույա, փառք ամենակարող Աստծուն։ Կարողացա քեզ օգնել։ Ես մտածում երևի ավարտվեց իմ աղոթքը, իմ ծառայությունը։ Բայց հիմա կսկսվի։ Հալելույա։ Մենք այսօր խոսալի ենք եկեղեցու մասին։ Արդեն իսկ ասի եկեղեցին դա ընտանիք է։ Եվ ուզում եմ միտքը բերեմ նրան, որ մենք ընտանիքներով այստեղ ենք մեկ նպատակի համար, որ Հովհաննես 3:16-ը մեր կյանքում ձևավորվի, որ ավելի ինքը փուլերով գնում առաջ։ Մեկի մոտ Հովհաննես 16-ը այս մակարդակի վրա է, մեկի մոտ մի քիչ ավելի բարձր է, մեկի մոտ ավելի բարձր է։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, ում մոտ Հովհաննես 3:16-ը ավելի հասուն է, սովորաբար ինքը ավելի խոնարհ է։ Սովորաբար իր քիթը ավելի բարձր չի։ Սովորաբար ինքը ավելի անմիջական է։ Սովորաբար ինքը ծառայում է բոլորին։
Դա Աստվածաշնչյան տարբերակն է։ Ամեն։ Դրա համար ես հավատացած եմ, որ մենք այսօր այստեղ քիչ հետո մոտենալ ենք Սուրբ Հաղորդությանը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ չգիտեն ինչի մասին է խոսքը, մենք այսօր խոսալ ենք, որովհետև հաղորդությունը դա ամենակարևոր բաներից մեկն է, որը որ եղել է եկեղեցու այն ձևավորվելու սկզբից եւ հետ։ Ամեն։ Աստվածաշունչը Գործք առաքելոց գրքի մեջ, Աստվածաշունչը Գործք առաքելոց գրքի մեջ, հիմա որ կգտնեմ տեղը, կկարդամ։ Այս չեմ գնացել, դե բացել եմ, չեմ գնացել։ Հալելույա։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 42-րդ խոսք։ Հալելույա։ Նա իր քրիստոնեական առաջին համայնքը, որ Սուրբ գրքի մեջ գրվել այդ մասին։ Ասում են դրանք բոլորը միասին, դու հիշում ես Պետրոսի հռչակավոր քարոզը։ Մարդիկ ապաշխարեցին, մարդիկ եկան դեպի նրանց, ասին ինչ անենք, ասին մկրտվեք Հիսուսի անունով ապաշխարեք, չէ՞։ Ու հիմա պատմում է այդ համայնքի մասին ինչ էր կատարվում մտը։ Ասում են նրանք բոլորը ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանն ու աղոթներին։ Ալկեպ ասած մենք տեսնում ենք, որ հենց սկզբից այդ Սուրբ հաղորդությունը կար, այդ մարդկանց միջև այդ հաղորդակցությունը կար, ու նպատակն էր առաքյալների ուսմունքից շեղվելը։ Կապ չունի դու ինչ ունեիր այնտեղ, ինչով էր եկել, կապ ունես թե որ մենք բոլորս մեկանում ենք։ Ինչպես այստեղ ասի չէ, հովիվը ասում է ամեն ինչ որ հարցին, անեցել ժողովուրդը մեկանում է, որպեսզի հովի հետ միասին Աստծո գործը առաջ տանեն, Աստծո եկեղեցին առաջ գնա, տեսիլքը ամբողջական լինի, որովհետև տեսիլքը մենք բոլորս միասին ենք իրականացնում։ Դա մի հոգու բան չի, ասա մի հոգու բան չի։ Փառքասուն, դա մի հոգու բան չի, դա երբ որ երկուսը մեկ են լինում, դա երբ որ ընտանիքը մեկանում է, ամեն ընտանիք իր մշակույթն ունի, ամեն ընտանիքը իր ձևը ունի, ամեն ընտանիքում կան սովորույթներ, ու դա շատ լավ է, մենք հենց դրանով ենք լավ, ասում է Աստված մարմինը ինչ արեց, բարեխառնեց, Աստված բարեխառնել է մարմինը, ու դրել է մի բանի համար, որովհետև ընտանիքը մի քիչ ուրիշ մի բան է նշանակում։ Ընտանիքը այնի չի, որ իրար վատ ու լավ բաներ են ասում միայն։ Ընտանիքն է տենյա, որ իրար սպասում են։ Ու իրար չեն սիրում լավ հատկությունների համար միայն։ Այլ սիրում են հենց այդ թերություններով։ Ոչ թե որ լավն է այդ թերությունը, շարունակի ես քո հետ եմ, չէ։ Թերությունը չի կարա լավը լինի, մեղքը չի կարա լավը լինի, մեղքի հարցերը պիտի լուծվի ժամանակի մեջ։ Բայց մենք սիրում ենք իրար հենց այդ մեղքերով։ Մենք սիրում ենք հենց այդ մարդու բաց թողումներով։ Մենք սիրում ենք իրան, ոչ թե իր արածը։ Մենք անձն ենք սիրում, մենք մեղավորին ենք սիրում, ոչ թե մեղքն ենք սիրում։ Մենք սիրում ենք, որովհետև սիրո մթնոլորտի մեջ ավելի հեշտ է, ավելի հասանելի է։ Թույլ տուր ասեմ, մենք մոտենալ ենք Սուրբ Հաղորդությանը, ովքեր չգիտեն ինչ է Սուրբ Հաղորդություն, Սուրբ Հաղորդությանը չի կարելի մոտենալ ուղղակիորեն։ Որովհետև Սուրբ Հաղորդության մասին առաքյալներից մեկը կասի ինքներդ քննեք, արժան է մեզ այտենց մոտենանք հաղորդությանը։ Հաղորդությունը դա այնի չի, որ հավաքվում ենք ուղակի ուտելու կամ խմելու։ Հաղորդությունը իրանից ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ է ուզում, որ մենք քիչ հետո կանենք, մեր սրտերը շտկենք, որովհետև ասում եմ շատերը չիմանալով, շատերը մատերի արանքով նայելով մոտեցան ու ցավոք սրտի այն ինչը որ օրհնություն պետք է լիներ։ Միասին ենք մենք։ Ով է տեսել մուլտֆիլմ կա Զալատոյան ծիլոպ։ Գիտես, մեր մոտերը տես բաներ կա, մեր կյանքը մի հատ այնց ընթացք ենք անցնում, մեր ամեն ոտներս գետին ենք խփում, ոսկի է թափում ամենուր։ Բայց գիտես, կան մարդիկ, որ հետո երբ որ ոտները գետին են խփում, այդ ամբողջ ոսկին քարածխի է վերածվում։ Քարածուխն է վատ բան չի, բայց այդ անցիլոպը տես սատկավ է ախր։ Խեղտվավ է, ու մեզ պետք չի, որ մենք խեղտվենք այն օրհնությունների մեջ, որն Աստված մեզ տվել է, դրա համար դարձյալ Հովհաննես 3:16,
Դրա համար բաժնեկից եղիր, կողքիդ նստածին, ժպիտդ գեղեցիկ է, պարգևիր կողքինիդ, գրպանումդ ինչ-որ մի բան կա, կիսվիր չունեցողի հետ, կարող ես ձեռքդ երկար օգնես մեկին, հասիր, օգնիր, որովհետև գրվում է, գործ կառաքելոցը, գործ Սիրանուշը, գրվանցվում է դեռ, մենք միասին ենք, դա ուրիշը չի կարդալ, դա դու ես կարդալու, են քո կոտրված ժամանակ, երբ որ ասես, բա ուր է Աստված, թագավորը քունը կորել էր մի անգամ, երբ որ քունը կորել էր, ինքը իր արքունիքում պտտվում էր, չգիտեր ինչ աներ, կամ էլ իմացավ ինչ աներ, վերջում բացեց այդ հուշագիրքը, բացեց, ու երբ որ կարդաց, ասես, այ քեզ բան, ես ինչ եմ ես բաց թողել, ու դրան որպես հետևանք մենք գիտենք մուրդկեին նստացեցին թագավորական ձիու վրա, Գիտես մուրդկեին նստացեցին թագավորական ձիու վրա ու մունետիկը նրա առաջից գնում էր ու տեսեք թագավորը ոնց է պատիվ տալիս նրան ում որ պետք է սելիներ այսօր մենք ենք այդ նույն մարդու դերում գտնվում որովհետև Տերը պատիվ արել ինձ ու քեզ մենք այսօր ստեղ ենք ու թույլ տուր ասեմ երբ որ կգրես անպայման չի քո անունը միայն մեծատառով գրես լավ կլինի որ Հիսուսի անունը միշտ մեծատառով է Շատ լավ կլինի ինձ որ ոչ թե քո արարքը այնքան շեշտադրված լինի, այլ որ այդ ամեն ինչի մեջ Հիսուսը սկիզբ, Հիսուսը ընթաց ու Հիսուսը ավարտը լինի, որտեղ նա է սկիզբն ու ավարտը։ Հալելույա։ Ուրեմն անհես նկարիր, անհես գրի որ Հիսուսիս անուշահոտությունը գա դրանից, որ լսողը ոչ թե ասի Սիրանուշը, ոչ թե ասի Անահիտը, այլ ասի Հիսուս, այդ իմ Հիսուսն է, փաստորեն Անահիտի հետ էլ է իմ Հիսուսն եղել, փաստորեն Սիրանուշի հետ էլ է իմ Հիսուսը եղել, փաստորեն Հովիվ Արմենի հետ այդ նույն Հիսուսը, որ ինձ հասավ աղբանոցում, երբ որ ինձ հասավ, երբ որ ես չարությունների մեջ էի, մեղքի մեջ էի, այդ նույն Հիսուսը ինքը ամեն ժամանակ ամենտեղ ու համել առանձնակիորեն իմ հետ։ Մենք այդ Հիսուսի մասին ենք խոսում։ Մենք այդ Հիսուսին ենք փառաբանում։ Այդ Հիսուսից այնյան աշխարհ չկա, այս աշխարհը սկսվում ու ավարտվում է Հիսուսով։ Առանց Հիսուս հալելույա։ Դրա համար առաքյալների ուսմունք։ Իսկ առաքյալների ուսմունքի մեջ փառավորվում է ում անունը։ Հալելույա։ Ուրեմն մենք կարանք Գալումյան Անահիտ թուղթ ունենանք ուղակի, բայց մենք կարանք ունենանք առաքյալ, առաքելական թուղթ, որտեղ որ Հիսուսն է։ Որտեղ որ Հիսուսն է, ու այնտեղ այո Անահիտը կա, այո Սիրանուշը ու ամեն մեկը կան, բայց իրանք փոքր դեր են գրավում, որովհետև նույն Պողոսը միտեղ ինքն ասում է, ես ոչինչ եմ, ես ամենավերջինն եմ։ Ուրիշ տեղ էլ ասում է, ես քարոզիչ եմ։ Միտեղ էլ ասում է սուրբ եմ, միտեղ էլ ասում է ես վիժվածք եմ։ Ինքը այնքան տարբեր է, միտեղ ասում է ես ոտքի ջնջոց եղա շատերի համար։ Ով ենք ես ու դու Քրիստոսის մեջ։ Մեր դերը խոնարհվելն է, ոչ թե կրոնական, ոչ թե որպեսզի մարդկանց աչքին փոշի փչենք, չէ։ Մենք եթե խոնար ենք, ասում է խոնար մարդը, երբ որ սովորում է, ինքը ավելի է խոնարհվում։ Ոչ խոնար մարդը, հղբացած մարդը, երբ որ կրթվում է, ինքը շատ հպարտ է դառնում, ցավոք սրտի։ Ամեն։ Միասին ենք հաղորդություն, շատ ուժեղ բանի մասին ենք խոսում։ Ու այնքան կարևոր է, որ ես ու դու մոտենանք այս հաղորդությանը ճիշտ կերպով։ Աստվածաշունչը խոսում է արյան մասին, հաղորդություն ասելուց եւ խոսում է հացի մասին։ Հացը որպես Քրիստոսի մարմին եւ խաղողի բերքը որպես արյուն։ Ես չգիտեմ, չեմ էլ ուզենա մտեմ են աստվածաբանական տերմինոլոգիայի մեջ, ոնց առավետի խմելու ժամանակ արյուն դարձավ միջև այդ խաղողի գինի էր, թե ինչ էր։ Ես չեմ ուզում մտեմ, բայց ես ուզում եմ որ դու իմանաս որ գրքի մեջ գրված է արյուն։ Դուր ասեմ, եթե գրված է արյուն, ուրեմն արյուն։ Եթե գրված է հաց, ուրեմն հաց, որն է հացը։ Հացը դա այն սերմն են, այն հացահատիկը, որ տարբեր հասկերի վրա է, որ հավաքում են, աշխարհի տարբեր տեղերից հավաքում են, իրանք այնքան տարբեր են, բայց իրանք բոլորին հավաքում են մեկտեղ,
ասա մեկտեղ։ Շաբաթ օրը ժամը 12-ին, ասա մեկտեղ։ Շաբաթ օրը 12-ին մեկտեղ, ամեն։ Մենք մեկտեղ ենք հավաքվել, մենք որպես հաց հավաքվել ենք մեկտեղ ու կան նպատակ դրա համար։ Մեզ բոլորից ջարդելու են ու փշրելի են ստեղ։ Մեր մշակույթը, մեր ադատները, մեր իմացած իսկականները կոտրվելի է, որովհետև գալի է ամենաիսկականը։ Գալի է տերերի տերը, արքաների արքան։ Գալի է նա, որի առաջին մենք բոլորս հավասար ենք։ Գալի է նա, ում առաջ մենք չենք կարա զարմանալ։ Գիտես ես ինչ արեցի, մենք չենք կարա զարմանալ, որովհետև մեր արածը չի համեմատվի իր արածի հետ։ Հետևաբար գուցե ես Սիրուշի հետ կապված կարող եմ փորձեմ բարձենալ, բայց երբ որ Հիսուսի առաջ եմ, ես պիտի փորձեմ խոնարհվել, ես պիտի փորձեմ փշրվել, որովհետև ինչա իմ ու քո արածը, երբ որ խոսքը գնում է տերերի Տիրոջ ու արքաների արքայի անունով, երբ որ խոսքը նրա մասին է գնում, մենք հասկանում ենք այն դույլի կպած այն կաթիլն է հայ ազգը։ Ես չասացի ես ու դու, ասի ազգը։ Մի ողջ ազգը դա այդ դույլի կպած այդ կաթիլն է, հələ այդ կաթիլի մեջ եկեք ման գտնենք մենք մեզ։ Ասեմ, քամու աշխատանքա պետք չի։ Ուղղակի քիթուբերնի վրա անգի Աստծո առաջ, ասա փառքը շատ Տերես, ինչ լավն ես Տերես։ Ու ոչ թե ես կերկեմ ուղղակի ձայնային տոնայնությամբ, այլ ուղղակի կերկրպակեմ, որովհետև ինձ ուրիշ բան չի մնում անել։ Ամեն բանի համար գոհություն, ամեն իրավիճակի համար շնորհակալություն նրան, ում անունն է Հիսուս Քրիստոս։ Նա որ իր կյանքը տվել է իմ ու քո համար։ Հալելույա։ Հացի հատիկները հավաքվեցին միասին, փշրվեցին, ու հետո այդ եփվեց ու դարձավ հաց, մի կտոր, մեկ ամբողջ։ Աստվածաշունչը մեզ կասի Հիսուս Քրիստոսի օրինակում, որ Հիսուսը վերցրեց հացը, գոհացավ, հետո կտրեց, հետո տվեց մարդկանց, ասես կերեք դա իմ մարմինն է, որ կոտրվում է ձեր համար։ Քրիստոսը չասաց կերեք հացը, ասաց կերեք իմ մարմինը։ Գիտեք, հացը ես արդեն ասեցի, իրանք փոքր սերմահատիկներ էին, հացահատիկներ էին, հետո ինք աշխատվեց, մշակվեց, ալուր դարձավ, ալուրը հաց դարձավ, հացը բերվեց ու այդ հացը Հիսուսը անվանակոչեց իր անունով։ Դրանից հետո Հիսուսն ասեց կոտրելուց հետո կերեք, որպեսզի մենք բոլորս միասին ոչ տիեզերական եկեղեցին, որպես Քրիստոսի մեկ մարմին դառնա։ Մենք եկանք ամենատարբեր մշակույթներից, ամենատարբեր մտածողությունից, ամենատարբեր կրթություններից, դասակարգումներից մարդկային։ Եկանք բոլորս ու նրա առաջին բոլորս որպես մեկ ենք դիտարկվում։ Նա ամեն մեկիս հետ նույն կերպ ավարվում, ոնց որ Սիրուշի հետ, ոնց որ Անահիտի հետ, ոնց որ իմ հետ, այնպես ամեն մեկիս հետ, որովհետև ինքը ասում է Աստված այնպես սիրեց, ինչը? Աստված այնպես սիրեց աշխարհը։ Գիտեք, մենք եկել ենք հասել ենք միտեղ քրիստոնյաներս, որ իրար սիրել են հենց հեշտ է, կամ էլ մի քիչ դժվարությամբ, բայց սիրում ենք իրար։ Իսկ Աստվածաշունչն ասում է աշխարհը։ Տեսար մի աստիճան բարձրացավ ընդամենը։ Երկու տեղն էլ սիրո մասին է։ Մակարդակ է, հիշում ես Մարգարեն կասա մտա ջուրը էստեղից էր։ Մի քիչ գնացի էստեղից էր։ Մի քիչ գնացի գոտկա տեղից էր։ Մի քիչ գնացի ու հետո հասկացա, որ ես չեմ, այլ ստանում է այդ ջուրը։ Ես չգիտեմ դու որ մակարդակի վրա ես լողում այսօր Քրիստոսից հետ, քո Հովանես 3:16-ը ինչ խորության վրա է, ես չգիտեմ, բայց ես գիտեմ նրան, որ երբ որ խորտակվում էր Պետրոսը, Սիմոնը, ինքը ձեռքը մեկնեց ու հանեց նրան այնտեղից։ Հալելույա! Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Նա թույլ չի տա որ դու խորտակվես։ Միայն աղաղակիր նրան, միայն կանչիր քո փրկչին, ինքը չի փոխվել, ինքը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ամեն իրավիճակի մեջ, այն քո տուպիկների մեջ, այն քո բարդույթների մեջ, այն որ ասում ես չկա ճանապարհ, կամ մարդ որ երբևէ ունեցել է նման վիճակ, լսիր Հիսուսը տեսնում է։ Այդ ժամանակ ինչ էր պետք մի հատ կույր, ինչ էր անում, աղաղակում էր։ Բոլորն ասում են Հիսուս
հարիշ չի մեզ, մեր ազգին, մեր մշակույթին, բայց դա աղաղակում էր։ Հիսուս, դաղթի որդի, ողորմիր։ Գիտես, հիմա մոդա չի բարություն անելը։ Չէ, հիմա մոդայա սելֆի անելը։ Հիմա մոդայա ցանցերում ներկայացնելը։ Դրա համար ես չեմ ասում եկեղեցով ինչ եկամ, ինչ անում եք շնորհակալություն։ Դու քո Հովանես 3:16-ը։ Ես հիմա ուրիշ բան եմ ասում։ Հիմիկվա իմ քարոզը նման չի 5 րոպեի առաջվա քարոզ հետ։ Հիմիկվա Հովանես 3:16-ը։ Դու ինչ ես անում, որն է քո Հովանես 3:16-ը։ Քո հարևանի հետ, քո ծնողի հետ, քո բարեկամի հետ, նրա հետ, որ չի ուզում բարևի քեզ։ Նրա հետ, որ հետևից հետ ոչ թե ջուր է լցում։ Այլ օրհնում է։ Որն է իմ ու քո Հովանես 3:16։ Մենք միասին ենք Հովանես 3:16 աշխարհը սիրեց, ասա աշխարհը։ Էդի մեր ընկերները չեն շատ անգամ, մեր կամպանիոնները չեն, մեր կոլեգաները չեն, դրանք մեզ հայոյողներն են, մեզ ծաղրողներն են, մեզ վնասողներն են, մեզ որ ասում են դուք սև եք։ Աշխարհը։ Հիմա որն է քո Հովանես 3:16-ը։ Որ մակարդակում է գտնվում քո Հովանես 3:16-ը, այն որ կաթիլ խմում Հովանես 3:16-ը ուրիշ է։ Այն որ դու այսօր նստած ես ուրիշ է։ Թույլ տուր ասեմ, հենց ստեղից դուրս գաս, ուրիշ հնարավորություն է անձեռվելու, որ դու կարաս ասես վայ մամա ջան, կամ էլ ասես փառք ես Հիսուս։ Այ հիմա կդրսևորվի Հովանես 3:16-ը։ Հալելույա։ Հալելույա։ Փառք ամենակարող Աստծուն։ Եվ գիտես, Աստվածաշունչը մեզ կասի, որ դրանց հետո Տերը վերցեց խաղողի բերքը, հյութը եւ ասեց սա այն բաժակն է, որ պիտի թափվի իմ ու քո մեղքերի թողության համար։ Եվ ինքը ասեց, որ դա արյուն է։ Ինքը չասեց դա խաղողի հյութն է միայն։ Ինքը չասեց ուղակի գինի է։ Իմ ու քո Տերը կարա սխալվի։ Մարդ կարա սխալվի։ Ես ճիշտ տեղում եմ գտնվում։ Սիրելիներ, իմ ու քո Տերն ասեց, սա իմ արյունն է։ Իմ այրունն է։ Մի փոքր եկեք անցնենք կա բժշկական ինչ-որ տենց աշխատող, բժշկության հետ ինչ լավ է։ Արյան գլխավոր դերերից մեկը, ես բժիշկ չեմ ընդհանրապես, ուղղակի կարդացել եմ։ Գիտես, դերերից մեկը շրջանառությունն է, որ կատարում եմ օրգանիզմի մեջ։ Երբ որ սխալվեմ, խնդրում կոշիկ հանեք կամ կողքինի կոշիկը կարակ հանեք շպրտեք։ Ես չեմ փախնի, փառք Հիսուսին։ Նորից արյունը շրջանառություն է կատարում, ինչա կատարում շրջանառությունը ինչի համար, որ մեր տեսողությունը, մեր միտքը, մեր ընդհանուր ֆունկցիոնալ ամենը ճիշտ աշխատի։ Արյունը ինքը կարծես ոնց որ Մովսեսն էր հին ուխտի մեջի։ Ներողություն, որ նմանացնում եմ Մովսեսի հետ էլ։ Ամեն, ամենայն հարգանքով։ Սիրելիներ, արյունը ինքը այն դերն է կատարում, որ ինքը ուղեկցում է։ Մովսեսն ասում է, Աստված ման է գալիս ձեր ճամբարում։ Տեսեք, որ ինքը չզզվի։ Արյունն ինչ անում։ Արյունը ոչ համապատասխան կոմպոնենտները, որը որ այս ինչ կամ այն ինչ բանի պատճառով մեր կյանքում կա, վերցնում է ինչ-որ մի տեղից ու հասցնում է ի վերջո այնտեղը, որտեղից պետք է մեր մարմնից այն դուրս գա։ Դա արյան մենաշնորհն է։ Դա արյունն է կատարում։ Հիսուսն ասեց, որ խմեք սա, որպես իմ արյուն։ Ասեց խմեք ու կմաքրվեք, որովհետև ասեց սրանով է մաքրությունը գալու։ Դրա համար տեսեք մենք ինչքան պատասխանատու կերպով պիտի մոտենանք սրան։ Որովհետև արյունն է, որ ոչ միայն վատն է մաքրում մեր մեջ, այլ լավն է ավելի լավացնում։ Արյունն է, որ վերջում է դրական ու համապատասխան տեղից տեղ է փոխանցում, ինքը մեր մեջ այդ անտիվիրուս ասած կամ չգիտեմ անտիցելը ասած այդ ամեն ինչը իր մեջով է անցնում ու այնքան ուժեղ է իր կարևորությունը։
Իսկ Սուրբ Գիրքը ես կարդալուց մի քանի տեղեր կարդացել եմ։ Արյանը շատ զգուշ եղեք։ Հանկարծ շուտեք մի բան, որի մեջ արյուն լինի։ Դուք այստեղ եք, մենք միասին ենք։ Դու տեսնում ես Աստված հին ուխտից սկսած ինչ մոտեցում ունի արյան հետ կապված հասկացողությանը։ Մարդիկ ուխտ են անում։ Արյուն են թափում այդտեղ։ Սիրելիներ, մենք գիտենք, որ խաչի վրա իմ ու քո Տերը Հիսուս Քրիստոսը ուխտարեց նոր ուխտի արյունը։ Ուխտարեց Գողգոթյան խաչի վրա Հայր Աստծո հետ, որպեսզի ես ու դու ոչ թե ուղղակի ասենք Հովհաննես 3:16, այլ երբ որ ասենք Հովհաննես 3:16-ը հավատքով, Աստծո հոգու դրսևորումը տեղ լինի, որովհետև այդ ուխտի պատճառով Հովհաննես 16-ը ոչ միայն խոսք է, այլ կյանք է, գործողություն է ու հաղթանակ է ամեն հավատացողի համար։ Հալելույա։ Հալելույա։ Հովհաննես 3:16 Պողոս առաքյալը մեզ կասի. ձեր անձերը քննեք։ Ձեր անձերը քննեք միջև հաղորդության մոտենալը։ Որովհետև եթե ասում դու պետքա ուտելու համար լիներ կամ ուղղակի եկեղեցի գալու համար, ուրիշ կերպեր կան, բայց սա այդ կերպը չի։ Նորից սա սուրբ հաղորդություն է։ Սա սուրբ հաղորդություն է։ Մովսեսը տեսավ ինչ-որ մի բան ու ասես լավ, հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, ասես տեսարան չի տեսել, բայց երբ ուզում էր գնար, հանկարծ այդ տեսարանի մեջից ձայն դուրս եկավ, ասաց կոշիկները հանի։ Հանիր քո աշխարհայինը, հանիր ինչ որ աշխարհի հետ հաղորդակցվում է, հանիր այն ինչը անմիջական կապի մեջ է աշխարհի հետ, հանիր, որովհետև սուրբ տեղում ես կանգնած։ Հաղորդությունը դրա համար չեմ ասում, մենք հիմա գալու ենք այստեղ հաց ուտենք ու գինի խմենք։ Մենք մոտենալ ենք սուրբ հաղորդության։ Ու այս հաղորդության ժամանակ բաներ է կատարվելու իմ քո կյանքում։ Հիվանդը բուժվելու է։ Բռնվածը ազատագրվելու է։ Կոտրվածը վերագտնվելու է, վերականգնվելու է։ Փշրվածի համար, տոպիկում գտնվողի համար հույս է բացվելու։ Ինչ որ հույս, որը որ տանում է այդ երկնային լույսը գալու է իմ ու քո կյանքի մեջ։ Մենք հույս ու ապագա ենք առնելու Տիրոջի, որովհետև մենք սուրբ հաղորդությանն ենք մոտենում։ Թանկագիններ, մենք ավետարանական եկեղեցու մարդիկ սովորաբար ամիսը մեկ անգամ ենք անում հաղորդություն։ Սովորաբար։ Բայց կան ընտանիքներ, որ ամեն շաբաթ են անում։ Կան մարդիկ, որ ամեն օր են անում։ Ես չգիտեմ, առանց գնահատական տալու որևէ մեկին, ես էլի ու էլի ուզում ասեմ, նայած թե դու ինչ փոխհարաբերության մեջ ես Աստծո հետ։ Նայած թե դու որտեղից է քո այդ ջուրը, ջրերը Սուրբ Հոգու, քո որ մասում է գտնվում, դու ինչքան խորություն ունես իր այդ մտերմության մեջ։ Այդ դրա մասին եմ ես խոսում։ Ու դրանից ելնելով դու հասկանում ես, որ դու գալիս ես էլի քո ուխտի Աստծո մոտ։ Գալիս ես ուխտդ նորոգելու համար։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Կարողացա ինչ-որ բան մասն խոսել քեզ հետ։ Հալելույա։ Ամեն, ես թույլ տալի ժամանակս մի քանի րոպե խոսամ ու սանով կբերեմ ավարտին։ Հալելույա։ Ուզում մի հատ տեղ կարդամ, չգիտեմ դու այս խոսքով հաղորդության մասնակցել ես թե չէ, բայց ես ուզում առաջի Հովհաննեսից կարդամ։ Առաջին գլուխ 5-10 խոսքերն եմ կարդալու։ Սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք։ Լսեցին ինչ կատարվեց, նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք։ Այնքան կարևոր է, որ իրանից լսենք մեր պատմածը։ Որտեվ կարելի է պատմության հետևից պատմել, ու դա վատ չի, ու նորմալ է, բայց առաքյալը կասի նրանից ենք լսել, ու պատմում ենք ձեզ, գնացինք, Աստված լույս է, ու նրա մեջ խավար չկա, դուրս չեկավ ամենա, քիչ էր, Աստված լույս է, նրա մեջ խավար, նրա մեջ ստվեր չկա, Նրա մեջ դու ստվեր մանկը քաշ չես գտնի, հնարավոր է իմ ու քո հասկացողությունը չի բավարարում խորությունը հասկանալու համար,
բայց դա դեռ չի նշանակում, որ նա լույս չի։ Նա իրոք բացարձակ լույս է։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք ճշմարտությանը, ստում ենք եւ ճշմարտությունը չենք կատարում։ Լսեք, բացարձակ ճշմարիտ խոսքեր։ Ինչքան անգամներ ենք լսել, հաղորդություն էլ արեցի, բան չեղավ։ Սելիս, խնդիրը սուրբ հաղորդության մեջ չի։ Այնքան բան եղավ, որ քո հետ վատ բան չեղավ, դա արդեն բան եղավ։ Եթե դու այդ սրտով էիր մոտեցել։ Իսկ եթե քո սիրտը շիտակ մոտեցել էիր, անհնարին է, որ քո կյանքում բան չփոխի Աստված։ Որովհետև Աստված ինչը, բայց ուխտին ինքը այլ կերպ է մոտենում։ Ինքը այդ ուխտի այրանը, իր որդու այրանը այլ կերպ է մոտենում։ Աստվածաշունչը տես ինձ ու քեզ տենց ասում։ Եթե լույսի մեջ ենք, չի ասում երբ, ասում է եթե թույլ է տալիս ենթադրելու, որ հավանականություն կա։ Ասում է եթե ասենք հաղորդություն ունենք նրա հետ, խավարի մեջ ենք քայլում, ստում ենք եւ ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի այունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Սելիներ ամեն մեղքից, երբ որ մենք միասին լույսի մեջ ենք, երբ որ մենք միասին ենք քայլում, չենք կարա մենք լույսի մեջ մանգանք ու իրար հանդեպ ներողություն ուղիղ չշնչենք։ Չենք կարա։ Դուք ասես դիմացինը, ինքը չի ասում դիմացինից տա կախված, ինքը կարդում է նրան ասում է, ով որ կարդում է, ով որ լսում է, այսի ինձ ու քեզ անմիջապես մեզ է վերաբերում։ Եթե մենք իրապես լույսի մեջ ենք մանգալիս, եթե մենք իրապես լույսի մեջ ենք մանգալի, ապա հաղորդություն ունենք մեկս մյուսի հետ, ու մենք չենք կարա իր հանդեպ ոչ ուղիղ շնչել, չենք կարա։ Դա Աստվածաշունչն ասում է, որովհետև ասում է ամեն մեղք, ոչ թե որոշակի մեղքեր, այնց այս դասի մեղքերը ներվում են։ Ես չեմ խոսում մարդկային ներման մասին, ես խոսում Աստծո ներման մասին։ Ասում է ամեն մեղք ներվում է։ Դրա համար թանկագիններ, ես ոնց որ թե մի քիչ սովորացնում եմ հիմա, ոչինչ, Փառք Հիսուսին։ Քրիստոսի այունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, որովհետև սովորաբար մեր աչքին երևում է մեր դիմացինը, ասում է, չէ, դիմացինի աչքի մեջ բան եմ տեսել, հետաքրքիր է, այդ քարոզը դու գիտես։ Եթե ասենք մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, բա մեզ թվում է, թե մենք դիմացինին ենք խաբում։ Սուրբ Գիրքը ասում է ինքներս մեզ, ինքնախաբեություն, ինչ չեր արել էդի մարդկանց հետ։ Քանի տուն է քանդվել ինքնախաբեության պատճառով։ Քանի ընտանիք է փշրվել ինքնախաբեության պատճառով։ Քանի հզոր։ Ինչ ես կարծում, Սամսոնը օծյալ էր թե ոչ։ Հզոր էր թե ոչ։ Մի րոպե, Աստծո դատավորն էր, թե ինքն իրան էր դատավոր կարգել։ Աստծո դատավոր էր։ Քանի տարվա դատավոր էր։ 20։ Ամենակիչը, Աստվածաշնչի մեջ կա տես բան։ Ուրեմն, երեկվանը չէր, դեղնակտուց չէր։ Հնա չէր, մի ամից sense արտացել, ասում դե դու ես մեր դատավորը ու չէ, 20 տարի։ Ու հանկարծ այդ դատավորի հանդիպում է մեկին, ով որ ինքը պետք է շրջանցեր։ Աստվածաշունչը ասում մեղքեր կա, որ շորը տար ու փախի տեղից։ Բա ինքը այդ տղեն էր, որ փախներ։ Բա տես տղեկն են կանսերվա դառնում։ Ախպերներս, փախեք։ Փախեք, ահավոր է դա։ Ահավոր է, երբ որ աչքերս ցենց են անում, փախեք։ Երբ որ շորերը ինչ-որ ձևով են, երբ որ սես մազերն են սկսում շարժը, փախեք։ Որտեղ Սամսոնի պես կարգին տղեկը, ցավոք սրտի, նորից ցավով ու լացով եմ ասում, ցավոք սրտի, տեսար ինչ վախճան ունեցան, Տերը փառավորվեց էլի, բայց ինքը ավելին կարար աներ, հնարավոր է դա էր Աստծո ծրագիրը իր համար, ես չգիտեմ,
Որովհետև Աստված ոչ թե մենակ մեր պես է մտածում, այլ ինքը այն կողմից էլ գիտի ինչ է։ Աստված խորությունն է գիտի, բովանդակությունը գիտի, վերևից է գիտի, Աստված ամենը գիտի։ Դրա համար այն ինչ որ կա, դրանից ուղղակի մեր համար եզրահանգումն եկանք Հիսուսի անունով։ Հալելույա։ Եթե ասենք մեղք չունենք, ինքներս մեզ կապում ենք եւ մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, ուրիշ ձև չի տալի, եթե մեր մեղքերը խոստովանենք, հալելույա, նա հավատարիմ է ու արդար։ Նա հավատարիմ է ու արդար մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ էլի ամեն անիրավությունից։ Այնտեղ ասում է Տիրոջ արյունը մաքրում է ամեն մեղք, ստեղ էլ ասում է ինքը մեզ կմաքրի ամեն անիրավությունից։ Այն ինչ որ ճիշտ չի, ինչ որ իրավացի չի, այն ինչը որ ճշտի պես եկել է, ճշտան նման է, իրավիճակից ելնելով գուցե դա ամենաօպտիմալն էր, բայց Աստված չի ասում ամենաօպտիմալ, ասում է իմ խոսքը ինչ ասում։ Մենք ավետարանականներ ենք, այո։ Ավետարանականները հիմնվել են ինչ խոսքի վրա։ Միայն խոսք։ Միայն խոսք։ Ավետարանականներիս համար դա Քրիստոսի մարմնի համար է, բայց մենք ավետարանականներ շեշտադրում ունենք միայն խոսք, որովհետև խոսքը սուրբ է։ Ուրեմն ինչքան էլ օպտիմալ չի, ինչքան էլ անհասկանալի է մեզ, միայն խոսք եւ Աստծո ժողովուրդն ասեց հալելույա։ Եթե ասենք մեղք չեն գործել, ստախոս ենք անում նրան եւ նրա խոսքը մեր մեջ չի բնակվում։ Եթե ասենք թե մեղք չեն գործել, իսկ մենք հասկացանք մի բան, որ չի կարա տես լինի։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, մենք մոտենալու ենք հիմա Սուրբ հաղորդությանը։ Ու ես ուզում եմ քեզ ու ինձ խնդրել, Փառաբանության խմբին, եթե խնդրեմ, շնորհակալություն ձեզ։ Ասեք, որ իրանք շատ լավ մարդիկ են Աստծուն սիրող։ Ասեք, որ իրանք ինձ ու քեզ օգնում են, որ մենք հասնենք երկինքներին։ Ասենք, որ իրանք մեզ օգնում են, որ երկինքները գային տեղ, որտեղ մենք ենք այս պահին գտնվում։ Ասենք, որ երբ որ գալիս են երկինքները, մենք չենք մնում մեր սովորական կացության մեջ, ինչ-որ մի բան մեր ներսից, մեր դրսից փոխվում է։ Ինչ-որ մի բան մեզ հնարավոր է բերում է հուզման աստիճանի, մենք հուզվում ենք, հնարավոր է ավելի մեզ զգացական ենք դառնում, հնարավոր է ավելի խաղաղ ենք, ուղղակի ոչ մի բան չի կատան, ոչ փշաքաղվում ենք, ոչ բան, բայց մի ցակ խաղաղությունն է իջնում Աստծո մեր վրա։ Սիրելիներ, հո Հիսուս, խոնարհվում ենք քո առաջ։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, Տեր Հիսուս։ Խոնարհվում ենք խաղաղության Աստծո առաջին։ Նրա առաջին, ով որ այս Հովհաննես 3:16 այսօր մեզ նվիրեց։ Մենք խոնարհվում ենք, որովհետև միայն նա է։ Միայն նա է, ում ուղղված են մեր այսօրվա աղոթքը, մեր խոսքերը, մեր զգացողականությունը։ Միայն նա է, ում ես կարամ ու ամեն մեկս կարա բացի իր մեջի այն խավարը, այն ցավացնողը ու վստահ լինի, որ նա կբուժի, նա կազատագրի, նա կվերցնի, ուրիշ մեկին էլ այդ մասին չի պատմի, նա կօգնի ու ոչ միտեղ չի թնդացնի այդ մասին, ոչ միտեղ չի գրանցվի այդ մասին, որ ես սենց արեցի, եթե դու իհարկե քո հուշատետրից հետո չբարձրաձայնես այդ մասին։ Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Տեր, մենք խոնարհվում ենք։ Մենք որպես քրիստոնյա համայնք, որպես եկեղեցի մեր հովի հետ միասին խոնարհեցնում ենք մեր անձերը քո առաջ հիմա։ Ու մենք ուզում ենք, որ դու գաս քո ներկայությամբ։ Քանի դեռ մենք այստեղ կերկրպակենք, քանի դեռ մենք այստեղ մեր սրտից որպես աղոթք մեր երգը կբարձրացնենք, մեր երկրպակությունը կբարձրացնենք, մեր լացը կբարձրացնենք, մեր ուրախությունը կբարձրացնենք, մեր խաղաղ վիճակը կբերենք քո առաջ։ Տեր Աստված, նայիր մեր սրտերին, բացիր մեզ, եթե կան մեր կյանքում խավար կողմեր։
Մենք չենք կարա խավարով մտնենք քո լույսի մեջ։ Չի կարա պիղծը սուրբ բանի մոտենա։ Չի կարա Տեր։ Բայց կարա պիղծը սրբվի։ Կարա կեղտոտը մաքրվի։ Մրսածը կարա տաքանա անտունը, կարա տուն ունենա։ Քաղցածը կարա կերակրվի։ Ծառավը կարա խմի հագենա քո ջրերից։ Հիսուս, ահա մենք որպես եկեղեցի, ահա այն շաբաթ օրը, որ մենք եկել ենք քո առաջ, սրբելով մեր շաբաթը քո առաջին, ակնկալելով, որ դու կմաքրես մեզ, կզորացնես մեզ, կփոխադրես մեզ մեկ այլ փուլի մեջ, ու մեզ կօգնես, որ Հովհաննես 3:16-ը կենթանի լինի, ոչ միայն մեր կյանքում, այլ մեր ընտանիքում, մեր հարազատների, մեր բարեկամների, ի վերջո մեր ազգի ու ողջ աշխարհի մեջ։ Խոնարհվում ենք Տեր, խոնարհվում ենք Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր ու սուրբ անունով, ալելույա։ Եկեք մի հատ այս երգը վերցնենք, դրանից հետո կշարունակենք, ալելույա։ Օ Հիսուս, միայն քո արյունը Տեր, քո արյունը իզորույա մաքրելու, քո արյունը իզորույա սրբելու, քո արյունը իզորույա արդարացնելու, պահպանելու, քո արյունը իզորույա զորացնելու, իր զորակցությունը հայտնելու մեզ, երբ որ մենք խոստովանում ենք, երբ որ մենք գալիս ենք քո առաջ, քո արյունը Տեր, քո արյունը Հիսուս, գառան սուրբ արյունը, արյունը քո դարձնում է ձյունից ջերմակ։ Շնորհակալություն քեզ ամենակարող Աստված։ Մեկ անգամ եւս մենք հասկացանք ինչա կատարվել Գողգոթյան խաչի վրա։ Մեկ անգամ եւս մենք հասկացանք, որ Հովհաննես 3:16-ը դա ուղղակի գեղեցիկ խոսքեր չէին, շարադրված քո գեղեցիկ ու քո խոսքով ու քո մտքով ուղղակի, այլ դա կյանք էր, որի մեջ դու ցույց տվեցիր, որ սերը դա զոհաբերություն է, սերը դա գործողություն է, որի մեջ դու ցույց տվեցիր, որ երբ որ սիրում ես, դու քոնը չես փնտրում,
Դու քո դիմացինի համար ես անում դա։ Դու քո Աստծո փառքի համար ես անում դա։ Հալելույա։ Փառք ամենակարող Աստծուն։ Գիտես, մեզ առաքյալը նույնպես կասի, ամեն անգամ երբ որ դուք մոտենալու լինեք հաղորդությանը, հիշեք ու պատմեք։ Որովհետև եթե դու դա չես անում, դա հաղորդության նման է, բայց մեզ ճշմարտան նման պետք չէ, մեզ ճշմարտությունն է պետք։ Իսկ ճշմարտությունն է, որ պիտի պատմվի, ինչ է արել Հիսուսը իմ ու քո համար։ Հովհաննես 3:16 իր կյանքն է տվել իմ ու քո համար, ու այդ արյունով փրկա գնել է ինձ ու քեզ։ Ու ես ուզում եմ հիմա հարցնեմ դալիճում գտնվող այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են եկել, եթե դու այստեղ ես, երբևէ հնարավորություն չես ունեցել կամ նման հավաքույթի չես մասնակցել, բարձրացու ձեռքդ, մենք ուզում ենք քեզ տեսնել, թափարիր խնդրում եմ ձեռքդ, որ տեսնենք։ Փառք ամենակարող Աստծուն։ Այստեղ եկեղեցում ծառայող մարդիկ կան, ովքեր վերջում կմոտենան ձեզ, խնդրում եմ դուք էլ անպայման հավաքույթի վերջում մոտեցեք, ովքեր մի հատ ձեռքներ ձեր թափարեք, տեսեք ձեզի մոտիկ կանգնած են մարդիկ, ովքեր իրանց ձեռքեր թափարում են, մոտեցեք իրանց, խնդրում եմ վերջում։ Ֆոյեում, մոտեցեք իրանք ձեզ ինֆորմացիա ունեն, որ պիտի ասեն, որը որ շատ պետք է լինելու քեզ համար, որ շատ պետք է լինելու, որ դու ընտանիքում, որտեղ որ հիմա դու գտնվում ես, ավելի ընդգրկված լինես ու ավելի կարողանաս մտնել բոլոր այն ամենի մեջ, ինչը որ Աստված ունի քեզ համար պատրաստված, այս ընտանիքում։ Ամեն։ Բայց միջև այդտեղ գալը, թույլ տուր ասեմ, մենք չենք կարող մոտենանք հաղորդության նաև գոնե այն պատճառով, եթե ես ու դու դեռ չենք հասցրել Հիսուսին, մեր կյանքին որպես Տեր ու Փրկիչ կանչենք։ Դրա համար հիմա այն ժամանակն է, որ դու պետքա, եթե կուզես, կանչես քո շուրթերով ու քո սրտով հավատաս, որ Հիսուսը նա, որ արդար է, բոլոր ժամանակներում իր կյանքը դրեց քո համար, որ այսօր Հովհաննես 3:16-ը քեզ համար հասանելի լինի, քո այսօր ձեռքդ մեկնես ու Հովհաննես 3:16-ը քեզ հասնի, որ այսօր սրտումդ կամենաս ու Հովհաննես 3:16-ը քեզ հասանելի լինի։ Դրա համար ընդամենը մի բան է պետք։ Մենք պետք է հասկանանք, որ մեղավոր ենք, սխալվել ենք, մեղքեր ունենք, հնարավոր է շատ ծանր մեղքեր, բայց երբ որ մենք Հիսուսին կանչենք մեր կյանքի մեջ, ինքը գքա։ Ինքը նա է, որ ասում է հաց ու զողին հաց կտամ։ Ձու ու զողին ձու կտամ։ Չար կատակ չի անի քո հետ։ Եթե դու ուզում ես հիմա Հիսուսին, որ ինքը գա քո կյանքի մեջ, ես ու դու այդ աղոթքը կանենք։ Դու քո կանգնած տեղից այդ աղոթքը կանես, որից հետո կմիանաս ընդհանուր եկեղեցուն, որտեղ մենք դրանց հաղորդությանը պետքա մոտենանք Սուրբ։ Հաղորդություն պիտի ընդունենք, իսկ վերջում արդեն կմոտենաս մարդկանց, ովքեր ֆոյեում կանգնած կլինեն։ Բարի, խնդրեմ, եկեք եկեղեցի բոլորս միասին ասենք. Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ Գողգոթյան խաչի վրա դու ինձ համար, հենց ինձ համար, հենց իմ ընտանիքի համար քո կյանքը տվեցիր, իմ մեղքերի քավության համար, ու դու գնեցիր ինձ։ Հիսուս, ներիր ինձ, խնդրում եմ։ Ես այսօր երկնքի ու երկրի առաջ դավանում եմ, որ դու իմ Տերն ես, իմ Փրկիչը, իմ Աստվածը, ես քոնն եմ, դու իմն ես, ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Հալելույա։ Սելիներ, ես պետք է խնդրեմ, որ թիմը մոտենա այստեղ, մենք այստեղ են, բարի։ Հիմա եկեք բոլորս միասին աղոթք կանենք այս հաղորդության համար Սուրբ։ Եվ ամեն մեկս հետո դրանից հետո այս կողմից մոտենալու եք, վերցնելու եք, հետո գնալու եք կանգնեք ձեր տեղը, չեք ուտելու, չեք խմելու, կանգնելու ենք մեր տեղը, կերպը սենց է, եկեղեցում ընդունված ձև է, կանգնելու ենք մեր տեղը, հետո էլի մի հատ աղոթքի պես մի բան կլինի այստեղ, ու հետո կասեմ ոնց պետք է արվի։ Ամեն։
Փառք ամենակարող Աստծուն, ես պիտի խնդրեմ, որ փառաբանության խումբը մեզ օգնի։ Հիմա եկեք աղոթենք, սելի Տեր։ Մենք խոնարհվում ենք քո առաջ, օրհնում ենք Տեր Աստված։ Այս հացը եւ նույնպես օրհնում ենք Տեր Աստված, այս խաղողի բերքը։ Բերելով քո առաջ այս գոհության ու շնորհակալության գավաթը, բերելով քո առաջ այս այյունը ուխտի, որ թափվում է, ի թողություն մեղած, բերելով քո առաջ այս հացը, որ կոտրվում է, որ էլի Քրիստոսի մեջ մեկ լինի, մենք բերում ենք քո առաջ ու խնդրում ենք քո աստվածային օրհնությունը ամեն մեկի վրա, ով որ կընդունի սա հավատքով, թող որ ամեն մեկը Տեր ով որ կուտի, ով որ կխմի, քո լույսերի մեջ մանգա, սուրբ հաղորդություն ունենա նախ քեզ հետ, հետո իրան շրջապատող քույր եղբայրների հետ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն մեկը ով որ կուտի այս հացը ու կխմի այս բերքը, թող որ ազատագրվի, թող որ խաղաղություն ունենա, թող որ քո խոստացված օրհնությունները ի հասու լինեն նրան ու նրա ընտանիքին Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ալելույա։ Ամեն։